Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, կարծում եմ ևս նկատել եք, որ ներկայիս քաղաքական իշխանության օրոք քաղաքական հայացքների պատճառով հետապնդումներն ու ռեպրեսիաները այնքան արագ տեմպերով են զարգանում, որ անգամ մենք փաստաբաններս դրա մասին խոսել չենք հասցնում, բայց այնուամենայնիվ քիչ առաջ ինձ դիմեցի մի խնդրով, որի մասին ուղղակի չխոսալ կամ դա հրապարակային քննադատության առարկա չդարձնել չեմ կարող։ Ուրեմն ինչ է տեղի ունեցել։ Արցախցի զոհված զինծառայողի քրոջը 5 երեխաների, որից 3-ը մանկահասակ երեխաներ, նրանց այդ երեխաների ներկայությամբ քիչ առաջ նոր հաչնի իր բնակավայրից մի քանի ոստիկաններ ձերբակալել եւ տեղափոխել են Դիլիջանի քննչական բաժին զուտ այն բանի համար, որ նա Facebook-յան հարթակում Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչ է արել մեկնաբանություններում։ Ինչ որ եթերի տակ մեկնաբանություններում Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչ է կատարել։ Կրկնում եմ, զոհված զինծառայողի քրոջը Արցախի տարհանված անուն ազգանունը հիմա չեմ նշի, անձին ձերբակալել 5 երեխաների ներկայությամբ 3-ը կրկնում եմ մանկահասակ երեխա, իսկ երեխաներից մեկն էլ ստիպված էր նրա հետ տեղափոխվել ոստիկանության բաժին, տարիքով փոքր, ընդհանուր լացում էր եւ այլն։ Ձերբակալել եւ տեղափոխել են քննչական բաժին։ Դիլիջանի քննչական բաժին։ Այս ժամին ձերբակալել եւ տեղափոխել են քննչական բաժին։ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչ հասցնելու համար, ինչ որ ենթադրյալ այդպիսի մտածածի մի արարքի համար։ Ես սրա մասին ուղղակի կրկնում եմ, չխոսալ չեմ կարող, ես ցանկանում եմ բոլորիդ այս մասին իրազեկել, որպեսզի բոլորդ հասկանանք, ինչպիսի ռեպրեսիաների ենք ենթարկվում մեր քաղաքական հայացքների պատճառով կամ մեր, չգիտեմ, խոսքերի ու արտահայտությունների պատճառով։ Մանավանդ թիրախ են արցախցիները։ Բայց ինչպես կարելի է ժամին մարդուն բերմայի ենթարկել, չգիտեմ, ձերբակալել նրան, կնոջը, զոհված զինծառայողի քրոջը, 5 երեխաների, այսինքն բազմազավակ երեխաների մորը, մանկահասակ երեխաների մորը, բնակավայրից երեխաների լացուցկոցի տակ, ինչ եք անում ժողովուրդ։ Ինչ է կատարվում вообще։ Ես շատ զայրացած եմ, հետեւաբար այսքանով կսահմանափակվեմ, ուրիշ ասելիք չունեմ։